Այսօր յուրահատուկ օր է։ Ոչ թե նրա համար, որ ես եմ քարոզում, այլ նրա համար, որտեղ Տեր Հիսուսը այսօր այստեղ է։ Իր խոսքի, իր խոսմունքի համաձայն։ Եվ ասեմ, որ չի եկել ուղղակի քեզ կողքից նայելու։ Եկել է, որսի կպնի քեզ, անցնի քո կյանքով, շտկի քո կյանքը, վերանորոգի քո կյանքը, բժշկի քո կյանքը, բարձրացնի մի նոր մակարդակի իր հետ փոխհարաբերությունների մեջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, այսօրվա խոսքի վերնագիրը, ինչպես որ մնացած բոլոր խոսքերը ունեն վերնագրեր, ես այսպես եմ անվանել. Ինչ ես խոսում։ Գիտես, հետաքրքիր է, երբ որ մեկը մյուսին ինչ-որ մի բան է պատմում, զարմանահրաշ, ուղղակի տրամաբանությունից վերև, ով լսում է իրան, ասում է, «Էս ինչ ես խոսում»։ Չէ՞, իր զարմանքն է արտահայտում։ Բայց երբ որ մեկը մի հատ վատ բան է ասում, ասում է, գիտես ինչ տեղի ունեցավ, ու իր լսողը նորից ասում է, «Էս ինչ ես խոսում»։ Հիմա Տերը այս խոսքը ուղղում է ամեն մեկիս։ Ինչ ես խոսում։ Ամեն, ինչ ես խոսում։ Մենք այսօր խոսալու ենք, ինչ ենք մենք խոսում։ Ամեն, մենք նայելու ենք Աստծո խոսքին, Տերը ինչ է ասում։ Տերը խոսում է մեզ որոշակի բաներ, որոնք մենք պետք է վերցնենք մեր կյանքերի մեջ եւ նկատի ունենալով Տիրոջ խոսքերը կառուցենք մեր կյանքը։ Առաջի տեղը, որ ուզում եմ ընթերցել, կարդալ ձեր համար, դա Հակոբոս 3-րդ գլխից է, եւ ընդհանրապես Հակոբոսի 3-րդ գլուխը դա ամբողջությամբ խոսվում է լեզվի մասին, եթե թույլ կտաք, ես ձեզ կհանձնարարեմ որպես դա տնային աշխատանք, որ կարդաք եւս մեկ անգամ, ուշադիր կարդաք, բայց մի խոսք ուղղակի մեջ բերում կանեմ այդ գլխից։ Հակոբոս 3-րդ գլխի 10 եւ 11-րդ խոսքերը։ Որովհետև բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք։ Պետք չի եղբայր, որ սա այսպես լինի։ Եվ 11-րդ խոսքը, միթե մի աղբյուր նույն ակնից քաղցր եւ դառը ջուր կբխեցնի։ Ես Աստծո խոսքը շատ հստակ, շատ պարզ խոսում է, որ հնարավոր չի, որ մի աղբյուրից համ դառը ջուր դուրս գա, համ քաղցր։ Չի կարող պատահել, որ նույն բերանից օրհնություն դուրս գա եւ անեծք։ Աստծո խոսքը զգուշացնում է։ Գիտես, ես ավելի շատ հավատում եմ Աստծո խոսքի գրվածքին։ Եթե դու մտածում ես, գիտես, հնարավոր է, մեկ օրհնում եմ, մեկ անիծում եմ, Աստծո խոսքը ասում է հնարավոր չի, որ դա այդպես լինի։ Եվ այսօր մենք խոսալու ենք ինչա դուրս գալիս մեր բերանից։ Եվ կփորձեմ ուղղակի մի փոքր բացել այն հոգևոր ճշմարտությունը, որի մեջ ապրում ենք ես եւ դու։ Ամեն։ Երկու խոսքով ուզում եմ նկարագրել, թե այս խոսքը, այս քարոզը ինչպես է ես ստացել։ Ես ստացել եմ իմ աղոթքներից մեկի ժամանակ, երբ որ Տերը մի տեսիլք ցույց տվեց, եւ պետք է խնդրեմ առաջի նկարը այդ տեսիլքի մեջ, սա այն նկարն է, որ ես տեսա, եւ ինչպես որ դու, այնպես էլ ես սկզբից չհասկացա սա ինչ է։ Ես հանդարտ ջրի ափ եւ ինչ-որ մի գլխարկ։ Եվ իմ հարցը Տիրոջը սա էր. Տեր, ինչ է սա։ Ես աղոթքի մեջ տեսնում եմ այս պատկերը։ Ու Սուրբ Հոգին ուղղակի մեր սկսեց խոսալ։ Սա այն կյանքն է, որի մեջ որ ես ու դու ապրում ենք, եւ այս գլխարկի տակ գտնվում ենք մեզանից ամեն մեկը։ Գեղեցիկ, կոկիկ հագնված, ժպտերես, այն արտաքինը, որը որ մենք ունենք։ Այն արտաքինը, որոնք որ մենք հիմա տեսնում ենք մեկս մյուսին։ Բոյով, բուսատով, օրհնված, փառաբանության ժամանակ ձեռքերը վերև բարձրացրած, աղոթքի ժամանակ աչքերը փակած, ծոմ պահած, եւ այլը, եւ այլը, եւ այլը։ Ասեցի լավ, բայց հետո Տերը մի ուրիշ բան ցույց տվեց։ Ինձ իջացրեց
ջրի մեջ։ Ու ես տեսա այս տեսարանը։ Սա ամենագեղեցիկ կոկորդիլոսն է, ասեմ քեզ։ Բայց իմ տեսածը վայրի գազան էր, ավելի մեծ բերանով ու ավելի տգեղ։ Ինչպես որ դու, այնպես էլ ես, ասեցի Տեր, սա ինչ է։ Եվ Սուրբ Հոգին ուղղակի խոսաց, որ սա այն իրականությունն է, որի մեջ ապրում են քրիստոնյաները։ Երբ որ քո բերանից դուրս են գալիս բացասական խոսքեր, երբ որ քո բերանից դուրս է գալի ատելություն, կռիվներ, երբ որ քո բերանից դուրս է գալի բամբասանք, երբ որ քո բերանից դուրս է գալի բաներ, որը Տերը չի հավանում, մենք նմանվում ենք սրան։ Եվ ես սկսեցի խորհրդակցել եղբայրների հետ, մի քանի եղբայրների հետ, ովքեր որ տեղյակ էին տեսիլքներից, չգիտեմ, երազներից, պատկերներից, եւ նրանք ինձ ասեցին, որ մեզ բերանը դա մեծ բաներ խոսացողն է։ Եվ ես խնդրեցի, ասի Տեր, խնդրում եմ, մի հաստատություն տուր ինձ Աստծո խոսքից։ Եվ ես ձեր համար ուզում եմ ընթերցել այն հաստատությունը, որը Տերը տվեց ինձ։ Հայտնության գրքի 13-րդ գլխի 5-րդ խոսքը, այսպես է գրված. Եվ նրան տրվեցավ մի բերան, մեծ բաներ եւ հայոյանք խոսող։ Վաու, դա զարմանալի էր իմ համար։ Գիտես, բերան, որը խոսում է մեծ բաներ եւ հայոյանք։ Հարգելիս, ինչ է դուրս գալիս մեր բերանից։ Այդ հարցը ոչ թե ես եմ քեզ տալիս, այլ Տերը տալիս է ամեն մեկիս։ Ամեն։ Ամեն մեկիս։ Դա առաջին նկարի մասին չի։ Առաջին նկարում մենք բոլորը սուրբ ենք, գեղեցիկ, հոգևոր տեսք ունենք, բայց ինչ ենք մենք անում, երբ որ մեզ չեն տեսնում։ Ինչ ենք մենք խոսում, երբ որ դա ծածուկում է, երբ որ դա ջրի տակ է։ Ինչա դուրս գալի մեր բերանից։ Ատելություն, կռիվներ, ես հասկանում եմ, ամենայն անկեղծությամբ պետք է խոսել, ես հասկանում եմ, որ մենք հիմա դժվար ժամանակների մեջով ենք անցնում, որ մեր ազգն է դժվար ժամանակների մեջով անցնում, որ մեր երկիրն է դժվար ժամանակների մեջով անցնում։ Այո, ունենք վիշտ, կորուստ, սպանվածներ, զոհվածներ, բայց ինչա դուրս գալի մեր արդյոք այդ իրավիճակները թույլ են տալիս մեզ, որպեսզի մենք մեր բերանը բացենք եւ սկսենք ատելություն խոսալ եւ խոսալ բաներ, որը որ քանդում է մեր կյանքը։ Ուզում եմ քեզ ասել, որ մեր խոսքերը ուղիղ կապ ունեն մեր ընտանիքի անդամների, մեր երկրի ու մեր ազգի հետ։ Ուզում եմ քեզ ասել, որ այն ինչ որ մենք խոսում ենք, դա հրճակում ենք անում մեր շուրջը գտնվող մարդկանց վրա։ Աստծո խոսքը առավել եւս զգուշացնում է հետեւյալը։ Եկեք նայենք հաջորդ խոսքը Մաղաքիա 3-րդ գլխի 16-րդ խոսքը։ Շատ հետաքրքիր խոսք այդ է։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ եւ Տերը ականջ դրեց նրանց։ Այստեղ կան Տերից վախեցողներ, համոզված եմ բոլորս։ Բայց ուզում քեզ հիշացնել, զգուշացնել, որ երբ որ դու խոսում ես ինչ-որ մեկի հետ, հա? Խոսում ես, Տերը ականջ է դնում ու լսում է ինչ ես խոսում դու։ Ում մասին ես խոսում։ Դրական բան ես խոսում, թե բացասական բան ես խոսում։ Ատելություն ես խոսում, խառնաղճական ինչ-որ բաներ ես խոսում, թե ուղղակի օրհնություն ես խոսում։ Գրված է, որ Տերը ականջ է դնում, սիրելիս։ Պատկերացնում ես։ Տերը ականջ է դնում ու լսում է։ Նա չի հայտնում, նա չի ասում, որ ես այդտեղ եմ, քո կողքը, նա ուղղակի ականջ է դնում ու լսում է ինչ ես խոսում։ Պատկերացնում ես։ Եղիր ուշադիր ինչ ես խոսում։ Եթե դրական բաներ չես կարողանում խոսալ, սիրելիս, բացասական բաներ մի խոսա։ Ինչի։
Տերը ականջա դնում ու լսում ամեն մեկիս։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Փառք Աստծուն։ Որովհետև ինչ որ նա լսում է, ինչ որ նա լսում է, չի մոռանում։ Գիտես, որտով շարունակություն այսպես ասում։ Տերը ականջ դրեց եւ լսեց եւ հիշատակի գիր գրվեցավ նրա առաջին Տերից վախեցողների համար եւ նրա անունը պատվական համարողների համար։ Հալելույա, փառք Աստծո, ամեն ինչ գրված է։ Գիտես, երբ որ ինչ-որ մեկի մեղքը ուզում են հաստատել, բերում են վիդեոն, հա, տեսագրություն այդ կամերաների, ասում են, սա դու չես։ Սա դու չես ասել։ Սա քո հակաճորն է, սա քո դեմքն է, սա քո մեքենան է, սա քո տունն է եւ բոլոր ապացույցները կան։ Իսկ ինչ ենք մենք մտածում, որ մենք կարող խոսանք ուղակի անցնի գնա։ Սիրելիս, Տերը ականջա դնում ես ու լսում է։ Ուզում եմ ուշադիր լինես։ Ուզում եմ որ չսայթակես։ Որտեվ ինչպես որ ես այնպես էլ դու մենք բարձրալ Աստծո որդիներ եւ դուստրեր ենք, որտեվ մենք քույր ու եղբայր ենք եւ Տերը զգուշացնում է մեզ, ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում, ես վստահ եմ, որ մեր խոսքերով մենք կարող ենք կանգնեցնել Տիրոջ օրհնությունը մեր կյանքերի մեջ։ Տիրոջ օրհնությունը կարող բաց թողենք մեր կյանքերի մեջ, մեր խոսքերի միջոցով։ Ամեն։ Այնպես չի, որ ես բամբասում, ասում եմ, լավ երեխեք, ժամն է, գնամ աղոթելու։ Աստծո խոսքը ասում է, հնարավոր չի դա։ Հնարավոր չի քաղցր ու դառը ջուր դուրս գա մեր բերանից։ Հնարավոր չի օրհնություն դուրս գա եւ անեսք։ Որոշները կուզենային այդպես լիներ։ Դա շատ ձեռնտու է։ Բայց ցավոք Տերը չի ընդունում այդ տարբերակը։ Բայց ցավոք Տերը չի ընդունում այդ տարբերակը եւ առավել եւս նա ասում է լսիր, ես ականջ եմ դնում ու լսում եմ թե ով ինչ է խոսում, որպեսզի գա ժամանակը եւ այդ խոսքերը, այդ ձայնագրությունը բերեմ, դնեմ ամեն մեկի առաջ ու ամեն մեկը որ ուզի չասի ես այդ բանը չեմ ասել։ Սա այնքան լուրջ է, սա այնքան իրական է եւ սա այնքան կարեւոր է մեր կյանքերի համար։ Գիտես Դավիթ թագավորը, որ Դավիթ թագավորն էր, ուներ թագավորություն, հարստություն, իշխանություն, ամեն ինչ ուներ։ Հանկարծ օրերից մի օր, գիտես ինչ է վերապրում։ Ուզում եմ կարդալ քեզ համար։ Հալելույա, փառք Աստծուն։ Սաղմոս 141 երրորդ խոսքը։ Ասում է Տեր, պահպանիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։ Հալելույա։ Փառք Աստծուն այս օրինակի համար։ Տեր ասում է, Դավիթ ասում է Տեր, պահպանիր իմ բերանին։ Գրես այնպես միգուցե մարդ կլինի որ կասի դե ես ինչ եմ ասում որ իրականությունը լուրջ իսկ ինչ ես ասում երբ որ բարկությունդ գագաթնակետին է հասել իսկ ինչ ես ասում երբ որ քո էմոցիաները բարձրանում են իսկ ինչ ես ասում երբ որ ինչ-որ բան խառնվում է իրար քո շուրջը ժպտալով օրհնում ես թե ուղակի քո բերանից դուրս են գալի բաներ, որոնք որ չպիտի դուրս գան։ Ուզում եմ որ մտածես։ Այս քարոզի ընթացքում հանգիստ կարաս նստես ու մտածես, եթե իմ ասած խոսքերը քո ներսը խառնում է իրար, ես վերջում առաջարկելու եմ ապաշխարության աղոթք անել։ Ամեն։ Հիշիր, ով որ բամբասում է քո հետ, երրորդից քեզ վստահեցնում եմ, որ երրորդի հետ էլ բամբասում է քո մասին։ Ամեն։ Ես կարծում եմ իմը համաձայն կլինես։ Գիտես, պետք չի, որ մեր բերանը սատանան օգտագործի։ Այ տեսար ես ոնց ասեցի։ Այ տեսար ես ինչ ասեցի։ Կարևորը Տերը ինչ է ասում։ Ամեն։ Կարևորը Աստված ինչ է ասում քո մասին։
Կարևորը Աստված ոնց է արտահայտվում քո մասին։ Հալելույա, Դավիթ թագավորը ուզում է, որ պատկերացնես իր այդ շքեղությունը, իր այդ անսահման իշխանությունը, որ նա ուներ։ Բայց հանկարծ նա գալիս ասում է, Տեր, խնդրում եմ, պահապան դիր իմ բերանին, որ մի դառը, կծու, թթու խոսք դուրս չգա իմ բերանից։ Իսկ ինչ ենք անում, երբ որ մենք մեքենա ենք վարում, ինչ որ մեկը թափով մեր դեմով անցնում է։ Ուզում ես ինչ որ բան ասես։ Ասում ես, այ, օրհնյալ։ Տերը օրհնի քեզ։ Ուզում ես ինչ որ մի բան, մեջից ինչ որ բան ալ բարձանում դուրս բայց կարևոր որ ինչա դուրս գալի քո բերանից։ Ամեն, որովհետև մեր բերանի խոսքերը կարևոր են առաջի հերթին մեր համար, երկրորդը մեր երկրի ու մեր ազգի համար։ Ամեն։ Ուզում եմ ձեր համար ընթերցել հաջորդ տեղը։ Հալելույա, Փառք Աստծուն, Առակաց 11-րդ գլխի 11-րդ խոսքը։ Ուղիղների օրհնությունով քաղաքը կբարձրանա, բայց ամբարիշտների բերանով Դու կարաս ասես, լավ, իմ մի ձայնը ինչ պիտի անի, որ օրինակ ընտրությունների ժամանակ բոլորը ընկնում են այդ ձայների հետևից։ Բայց ուզում եմ քեզ ասել, որ քո օրհնությունը, սիրելիս, ես չգիտեմ դու Երևանից ես, մյուս քաղաքներից ես, մյուս գյուղերից ես կամ որտեղ ես ապրում, հիշի քո օրհնությունը օգտակար է քո բնակավայրի համար։ Ուզում ես լավ բնակավայրում ապրես, կախված է քեզանից։ Խոսա քո բնակավայրին, խոսա օրհնիր քո երկիրը, օրհնիր քո անձը, օրհնիր քո ընտանիքը, օրհնիր քո առավոտը եւ օրհնիր քո երեկոն, որտեւ օրհնությունով է բարձրանալու քաղաքը, որտեւ օրհնությունով է քո օրհնությունով է բարձրանալու քո ընտանիքը։ Ասեմ ավելին, քո ֆինանսական վիճակը, ասեմ ավելին, քո առողջական վիճակը, ասեմ ավելին, քո ընտանիքի փրկությունը, ամեն, դրա համար Աստծո խոսքը ասում է, թող թույլ ասի, թող տկար ասի, որ ես ուժեղ եմ, որտեղ այդ խոսքերը, օրհնության խոսքերը ունեն ազդեցություն քո իրավիճակի վրա, եւ դա գալիս է լցնելու քո կյանքը, դա գալիս է փոխելու քո կյանքը, միգուցե մարդիկ նայում են, ասում են, լսի, էլ հույս չկա, թող քո բերանից դուրս գան հույսի խոսքեր։ Թող քո բերանից դուրս գան խոսքեր, որոնք շինություն կլինեն։ Ամեն, որոնք մարդկանց մխիթարության կտանի, խաղաղության կտանի, ոչ թե եղածնել ուղղակի խառնաշփոթ կանի ամբողջությամբ։ Պետք չի, որ դա այդպես լինի, սիրելիս։ Աստծո խոսքը ասում է, պետք չի, եղբայր, որ օրհնություն դուրս գա ու հետո անեսք։ Հնարավոր չի դա այդպես լինի։ Դրա համար Աստծո խոսքը մեզ սովորացնում է հետևյալ բաները։ Եկեք նայենք Առակաց 18-րդ գլխի 20 եւ 21-ը։ Մարդիս բերանի պտուղից կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքից։ Եվ 21-րդ խոսքը։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է եւ նրա սիրողը կուտի նրա պտուղից։ Ես պարզ Աստծո խոսքը խոսում է, որ մարդիս բերանի պտուղից իր փորը կկշտանա։ Միգուցե բերանն ու փորը, բերանի խոսքերն ու փորը չենք կարող կապենք իրար մեր լոգիկայով, բայց Տերը ասում է, որ դա այդպես է։ Գիտես, եթե ինչ-որ մեկի մասին խոսում ես բացասական, դա գալիս է քեզ վրա։ Ամեն։ Եթե ասում եմ մահը, պատկերացնում մահը եւ կյանքը կախված է քո խոսքերից։ Քո մահը եւ քո կյանքը կախված է քո խոսքերից։ Ամեն։ Ես համոզված եմ, որ բոլորդ ընտրում եք կյանքը։ Բայց եկեք մեր լեզվով չսպանենք ոչ մեկի։ Ամեն։ Մեր լեզվով ուղղակի չոչնչացնենք, ուղղակի չքանդենք։ Ամեն, ինչ ենք մենք խոսում։ Օրինակ Տերը իր խոսքի մեջ ասում է իմ օծյալին կպնողը, իմ աչքի բիբին է կպնում, ճիշտ եմ ասում։
Եկեք ուշադիր լինենք ինչ ենք խոսում ծառայողների մասին։ Ամեն։ Սա շատ կարևոր, սա հոգևոր օրենք է, ժողովուրդ ջան։ Սա հոգևոր հասարակ օրենք է։ Գրված չի, որ բոլոր ծառայողները քո դուրը պիտի գան։ Բայց գրված է, որ օրհնիր նրանց։ Բացասական բաներ մի խոսա ծառայողների համար։ Գիտես ինչի, որովհետև դա ետ է դառնում դեպի քեզ։ Որովհետև դա ետ է դառնում քո կյանքին, ինչպես որ Աստծո խոսքն է ասում, քո բերանի խոսքերից քո փորը կկշտանա։ Մահը ու կյանքը քո Տերը տվել է, որպեսզի դու ինքդ ընտրես դա։ Ինչն ես ընտրում։ Գիտես, առանց գործի ամեն բան չկա։ Եթե դու կյանքն ես ընտրում, դու պետք է խոսած կյանք։ Ամեն, մի սպանիր ոչ մեկի։ Օրինակ Հիսուսը լեռան քարոզի մեջ նա ասում է, եթե եղբորդ ասեցիր հիմար կամ մորոշ, դու պարտական ես։ Ոչ Տեր, ընդամենը մի հատ բան եմ ասել։ Բայց Տերը զգուշացնում է, որ փակ պահես բերանդ, որ չխոսած բացասական բաներ։ Ամեն, որովհետև դա ոչ թե մյուսին է վնաս, այլ դա քեզ վնաս է։ Մյուսը իր համար Տիրոջ օրհնության մեջ ապրելու է ում մասին, որ դու խոսում ես, բայց դա քեզ է վնաս, որովհետև քո բերանի խոսքերից է քո փորը կշտանալու։ Դավիթ թագավորը ասում է, Տեր, պահապանիր իմ շուրթերին, որ ես վատ, բացասական, սպանող, չգիտեմ, ոչնչացնող խոսքեր չխոսամ։ Հարգելիներս, այսօր մենք ունենք դրա կարիքը։ Ինչ ենք խոսում մեր երկրի մասին, մեր ազգի մասին, հա, մեր ընտանիքի մասին։ Ինչ ենք խոսում, ինչ որ խոսում ենք, այն էլ ունենալու ենք։ Չմտածես դու մի բան խոսած ուրիշ բան ունենաս։ Դա հնարավոր չի պարզապես։ Դա հնարավոր չի ոչ թե նրա համար, որ ես եմ ասում, այլ նրա համար, որովհետև Տիրոջ խոսքն է դա ասում։ Մարդը կկշտանա իր բերանի խոսքերից։ Հալելույա, Տեր, մենք ընտրում ենք կյանքը ու ոչ թե մահը։ Իսկ երբ որ նայում ես Եսայի 6-րդ գլուխը, առաջին խոսքից նկարագրում է Եսայի մարգարեն։ Նա ասում է, ես հայտնվեցի մի տեղ, որտեղ Տիրոջ գահն էր։ Ու Տերը նստած էր գահի վրա։ Ու կողքը բոլորը հրեշտակներ էին։ Գիտես, երբ որ մարգարեն հայտնվում է Աստծո ներկայության մեջ։ Եվ ուզում եմ ձեր համար ընթերցել 5-րդ խոսքից։ Եսայի մարգարեության 6-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Եվ ես ասացի, վայ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մարդ եմ։ Եսային, որը որ խոսում էր Իսրայել ժողովրդին Աստծո խոսքը, Իսրայել ժողովուրդը գալիս էր Եսայայի մոտ, Աստծուց պատգամներ էին առնում, Եսային ճանապարհում էր այդ մարդկանց, բայց հանկարծ Եսային հայտնվում է Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջ գահի առաջ։ Ու առաջի զգացողությունը հենց նա է, որ ասում է, Տեր, ես պիղծ շուրթերով մարդ եմ։ Ուզում եմ այս խոսքի հիման վրա իմ խոսքը ուղղել բոլոր ծառայողներին։ Բոլոր ծառայողներին։ Ոչ միայն առաջի շարքի մեր եղբայրներին եւ քույրերին, բոլոր ծառայողներին։ Բոլոր մնացած բոլոր ծառայությունների մեջ գտնվող ծառայողներին, ովքեր որ կանգնում են Աստծո առաջ իրենց ծառայությունը մատուցելու Աստծուն։ Մաքուր պահեք ձեր բերանները։ Մաքուր պահեք։ Նենչելի որ դուք մանգակ այսպես ու հանկարծ հայտնվես Աստծո ներկայության մեջ ու դու զգաս, որ դու պիղծ շուրթերով մարդ ես ուղղակի։ Եկեք մաքուր պահենք մեր բերանները, սիրելիս։ Դա կարևոր է մեր համար, առաջի հերթին մեր համար։ Ամեն։ Որտեվ Տերը ուզում է մեր ասած խոսքերի հիման վրա հրաշքներ ու զորություններ կատարի։ Ամեն։ Դու ուզում ես ասես, հիվանդություն, հենց հիմա չքվի այստեղից։ Իսկ եթե պիղծ է, իսկ եթե դրանից առաջ վատ խոսքեր ես ասել, իսկ եթե դրանից առաջ այնքան ես սուրբ չես ապրել,
Մենք ուզում ենք լավ բաները տեղի ունենա, բայց մենք չենք ուզում ջանք անել, որպեսզի մեր բերանը սուրբ պահենք։ Դժվար է, իհարկե դժվար է, բայց հնարավոր է։ Ամեն։ Եվ շարունակությունը ուզում եմ ընթերցել ձեր համար, եւ ես ասացի վայ ինձ, որովհետեւ կորած եմ, որովհետեւ ես պիղծ շուրթերով մարդ եմ, եւ ես պիղծ շուրթերով ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան զորաստեր թագավորին, 6-րդ խոսք եւ սերոբեներից մեկը թռավ ինձ մոտ, ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել է սեղանի վրայից, եւ նրանով դպավ իմ բերանին, եւ ասեց, ահա սա դպավ քո շուրթունքներին, եւ քո անօրենությունը հեռացավ, եւ քո մեղքը քավեցավ։ Սիրելիս, մենք կարիք ունենք ապաշխարության։ Երբ որ նա գիտակցեց, որ ինքը պիղծ շուրթերով մարդ է, հրեշտակը սկսեց գործել։ Գնաց ինչ-որ մի բան վերցրեց այդ սեղանի վրայից եւ բերեց ու կպցրեց Եսայայի շուրթերին, եւ ասում է քո անօրենությունը գնաց ու քո մեղքը գնաց քեզանից։ Մենք կարիք ունենք առաջերտին ապաշխարելու, որովհետեւ Տիրոջ ներումը գա մեր կյանքերի մեջ։ Որ Տիրոջ ներումը գա եւ մեր բերանը մաքրվի, եւ մեր խոսքերը մաքրվեն, եւ մեր շուրթերը մաքրվեն։ Հալելույա, փառք Աստծուն։ Դու կարող ես ամենը վերջում ասել, ամենա։ Հալելույա, փառք Աստծուն։ Կապ չունի դու ինչ ես ասում քո մասին։ Կարևորը Տերը ինչ է ասում քո մասին։ Ամեն։ Գիտես, հայտնության գրքից մի տեղ եմ ուզում ընթերցել ձեր համար։ Դա 3-րդ գլխի 17-րդ խոսքն է, դա 7 եկեղեցիներից ամենավերջի եկեղեցին է Լաոդիկեի, եւ 17-րդ խոսքը այսպես ասում, որովհետեւ ասում ես թե ես հարուստ եմ, մեծացա եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես թե դու թշվառ ողորմելի աղքատ եւ կույր ես եւ մերկ ես։ Գիտես, կապ չունի մենք ինչ ենք ասում մեր մասին։ Կապ ունի Տերը ինչ ասում մեր մասին։ Իսկ ոնց իմանանք Տերը ինչ է ասում մեր մասին։ Եկեք գնանք իր ներկայության մեջ։ Եկեք փնտրենք իր երեսը։ Եկեք կոտրվենք նրա առաջ։ Եկեք ուղղակի ընկնենք գետնին։ Իսրայելը ինչ էր անում, քուրձ ու մոխիր էր հագնում ու Տիրոջ աղաղակում էր ու Տիրոջ երեսն էր փնտրում։ Ու այդ աղաղակը բարձրանում էր Աստծո մոտ ու Տերը այցելություն էր անում, մաքրում էր, սրբացնում էր, նորից բարձրացնում էր ու նորից հաղթանակներ էր տալիս։ Ամեն։ Սա կարևոր է, ժողովուրդ ջան։ Սա կարևոր է, որ մեր բերանները մաքուր լինեն, որ մեր խոսքերը մաքուր լինեն։ Ոչ թե ես այսպիսին եմ, ես այնպիսին, իսկ Տերը ինչ է ասում։ Իսկ Տերը ինչ է ասում քո մասին։ Եկեք շարժվենք առաջ ու նայենք շարունակությունը։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Առակաց 18-րդ խոսքը։ Խոր ջրեր են մարդից բերանի խոսքերը։ Դες խոր ջրեր են մարդից բերանի խոսքերը։ Ուզում եմ որ սա մենք պատկերացնենք, սա փոխաբերական վերցնենք։ Մեր բերանից դուրս եկած խոսքերը դրանք ջրեր են։ Մենք խոսալով գնում ենք ու մենք ջրում ենք։ Մեր շուրջը գտնվող ամեն ինչ։ Մեր բերանից դուրս եկած ջրերը կամ կկենդանացնեն մեր շուրջը գտնվող, կամ ամեն ինչ կոչնչացնեն։ Պատկերացնում ես, չէ՞ ինչ եմ ուզում ասեմ։ Կամ ամեն ինչ կկանաչապատվի քո շուրջը գտնվող, ամեն ինչ պտղաբեր կլինի, ամեն ինչ բոլորը մխիթարված կլինեն, բոլորը, չգիտեմ, խաղաղությունով լցված կլինեն, բոլորը կունենան Տիրոջ ներկայությունը իրենց կյանքերի մեջ, կամ հակառակը։ Բոլորը կլինեն տագնապի մեջ, սարսափի մեջ, չգիտեմ, վատ բաների մեջ, հանդիպել ես այդ ձևի մարդկանց։ Մարդ, որը բացասական է, ամեն ինչ բացասական, հեսա կգան, հեսա սենց կանեն, իսկ դրական մարդիկ ինչ են ասում, վստահի ասում, Տերը ունի ճանապարհ քո համար, Տերը ունի դռներ բաց քո համար, Տերը ունի հավիտենական կյանք քո համար։ Լսի, մեր բերանի խոսքերը դրանք գետերի նման են, որոնք ոռոգում են
կամ անպտղաբեր են դարձնում, կամ ծաղկացնում են, անտառ են դարձնում, կամ անապատ են դարձնում մարդու կյանքը։ Եվ ուզում եմ ուղղակի շարունակել հետևյալ տեղով 4-րդ թագավորաց 2-րդ գլուխ 19-ից 22 խոսքերը։ Այստեղ գրված է Երիքովի մասին եւ 19-րդ խոսքից։ Եվ այն քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. ահա քաղաքից դիրքը լավն է, ինչպես որ Տերս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը անպտուղ։ Ես գալիս են մարգարեի մոտ, ասում են Տեր, տեսնում ես, քաղաքը լավն է։ Այն առաջի նկարը հիշում ես։ Տեր լավն է, բոյով, բուսաթով, սիրուն, ակուրատնի, այո եւ ոչով խոսացող, կներեքով, խնդրեմով, ամեն ինչ հրաշալի, ամեն ինչ ընտիր է, ֆինանսապես ապահոված է, աշխատանք ունի, լավ ընտանիք ունի, լավ ծնողներ ունի, լավ, բայց ջուրը այդքան էլ լավը չի։ Իրան պետք է ուղղակի մենակ հերվիս նայես։ Բայց հենց հետո խոսում ես, սկսում է բացասական բաներ խոսալ։ Ուտես մարգարեն ինչ անում, այն ինչ որ մենք մի փոքր հետո անելու ենք սիրելիս։ 20-րդ խոսքը, եւ նա ասեց, ինձ մի նոր կուժ բերեք եւ մեջը աղ դրեք եւ բերին նրա մոտ 21-րդ խոսքը, եւ նա գնաց ջրերի աղբյուրների մոտ, աղը գցեց այնտեղ եւ ասեց. Այսպես ասում Տերը, ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այդտեղից այլևս մահ ու անպտղություն չլինի։ Եվ այն ջրերը բժշկվեցին մինչև այսօր Եղիսեի ասացի պես։ Դες մենք կարիք ունենք սիրելիս։ Ես հանդիպել եմ մարդու, որ ասում է, հոյ ջան, չեմ կարում չասեմ։ Չեմ կարում։ Սա է լուծումը։ Պետք է թույլ տանք, որպեսզի Տերը ինչպես որ հրեշտակը Եղիսեի շուրթերին բերեց կպցրեց այդ կրակի կտորը, ինչպես որ Եղիսեն ջրերի աղբյուրների մոտ դրեց աղը ու բժշկվեց այդ ջրերը, նույնպես մեր բերանից դուրս եկած ջրերը պետք է բժշկվեն։ Եթե դա բժշկվի, կբժշկվի մեր կյանքը։ Եթե մեր բերանից կյանքի ջրեր դուրս գան, կոռոքի շուրջը ամեն բան։ Ամեն։ Բայց եթե մահ ուշադրություն դարձեցի, ասը գրված է այլևս մահ եւ անպտղություն չլինի։ Ինչ ենք մենք խոսում սիրելիս այսօր։ Մենք որոշում ենք խոսալ, բայց որոշ բաներ մեր բերանից թռնում է ենթագիտակցությունից։ Մենք չենք ուզում ասենք, բայց ասեցինք։ Բայց մեր բերանից ուղղակի թռավ այդ խոսքը։ Դրա համար մենք կարիք ունենք ուղղակի ծնկի գալու Աստծո առաջ ու խնդրելու նրա ներկայությունը։ Ու խնդրելու, որ Տերը այդ հրեշտակը վերցնի այդ կրակի կտորը ու բերի կպցնի մեր շուրթերին, որպեսզի բժշկվի մեր շուրթերը։ Ամեն։ Մի քանի բաներ ուզում եմ կարդալ, այնուհետև կառաջարկեմ, որպեսզի մենք միասին աղոթենք։ Մի խոսիր խոսքեր, որ զրոյի կհավասարացնի քո ապրած կյանքը։ Մի ասա բաներ։ Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր ընտիր ծառայողներ են եղել։ Ընտիրներից ընտիրները։ Բայց ինչ որ մի բանից գայթակղվել են ու հետո նրանք բաներ են խոսում, որ չարժե խոսալ։ Սիրելիս, մի խոսա բաներ, որ քո ապրած կյանքը ուղղակի կզրոյացնի։ Խոսքս ուզում եմ ուղղել այն մարդկանց, ովքեր որ մեզ նայում են ուղիղ եթերով։ Մի խոսեք, սիրելիներս։ Պահեք ձեր բերանները մաքուր։ Թող ձեր բերանից դուրս գա խոսքեր, որոնք բժշկություն կլինեն մարդկանց համար, որոնք խաղաղություն եւ մխիթարություն կլինեն մարդկանց համար։ Փակ պահեք ձեր բերանները։ Եվ հաջորդ բանը, որ ուզում եմ ասել, մի խոսիր խոսքեր, որ քո արած գործը չարժե զրկես։ Ամեն։ Դու անում ես ու հետո սկսում ես խոսալ,
ու քո ամբողջ արած գործը արժեզրկվում է։ Մի հայոյի Աստծուն։ Թող քո բերանից անեծք դուրս չգա։ Մի թշնամացիր Տիրոջ հետ։ Տերը սպասում է քեզ իր գրկաբաց, որ դու նորից վազես իր մոտ ու գնես իր գիրկը։ Որոշ քրիստոնյաներ այնպես են խոսում, կարծես թե Հիսուսը չի գալու։ Ասեցին գնացին առաջ։ Ուզում եմ ի գիտություն բոլորիդ ասել, Հիսուսը շուտով գալիս է։ Որոշ քրիստոնյաներ այնպես են խոսում, կարծես թե պատասխան չեն տալու իրանց խոսքերի համար Հիսուսի առաջ։ Հարգելիս, ուշադիր եղի ինչ ես խոսում։ Ուշադիր եղի ինչ ես խոսում, որտեղ ամեն մի խոսքի համար կա պատասխանատվություն։ Առակաց 13-րդ գլխի 3-րդ խոսքը։ Իր բերանը զսպողը կպահի իր հոգին։ Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իր համար։ Սիրելիս, զսպիր քո հոգին։ Զսպիր քո շուրթերը։ Այո, այնքան բան կա ասելու, բայց փակ պահի բերանդ, որովհետև խաղաղություն կունենաս դու։ Ամեն։ Մտածում ես, ասես, չասես, ես քեզ ասում եմ, մի ասա։ Եթե չես կողմնորոշել, ասում եմ, մի ասա։ Կեք ոտքի կանգնենք, փառավանության խումբը կբարձրանա, ուղղակի ուզում եմ մի 2 րոպե վերցնենք, ուղղակի աղոթենք լեզուներով։ Եթե դու բռնացրեցիր քեզ, այս խոսքերը քեզ կպավ ինչ-որ մի ձևի, չգիտեմ, ուրեմն դու պետք է ապաշխարես։ Ես ապաշխարության աղոթք եմ առաջարկելու, որպեսզի բոլորս միասին անենք։ Ամեն, համաձայն ես։ Միգուցե դու երբևիցե ծնկի չես եկել եկեղեցում Աստծո առաջ։ Դու այսօր ունես այդ հնարավորությունը։ Երբևիցե չես ունեցել հնարավորություն լացելու Աստծո առաջ։ Սիրելիս, դու այսօր ունես այդ հնարավորությունը։ Երբևիցե չես զղջացել քո ասած խոսքերի համար։ Սիրելիս, դու այսօր ունես այդ հնարավորությունը։ Եթե դու մտածում ես, ասում ես, դե Հովիվ ջան, ես չեմ ասում, ես մենակ գրում եմ։ Դու այսօր ունես հնարավորություն քո գրածի համար ապաշխարելու։ Տերը սպասում է քեզ։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Հալելույա քեզ Տեր Աստված։ Մենք բոլորս քո առաջ ենք Տեր։ Ու դու գիտես մեզ դրսից եւ դու գիտես մեզ ներսից Տեր։ Դու մեզ գիտես ինչպես առաջին նկարի մեջ էր եւ դու գիտես մեզ ինչպես երկրորդ նկարի մեջ էր։ Դու գիտես մեր ծածուկ կյանքը Տեր։ Մի բան չկա, որ քեզանից կարողանանք թաքցնել արքա։ Մենք աղոթք ու աղաչանք ենք բարձրացնում քեզ։ Եվ մենք խնդրում ենք Տեր, որ դու ներես մեզ։ Ներես մեզ ասած ամեն մի դառը թթու կծու, ամեն մի արհամարական, ամեն մի ատելություն ցույց տվող խոսքի համար։ Տեր, խնդրում ենք ներիր մեզ ու մաքրի մեզ քո արյունով։ Մենք զղջում ենք քո առաջ, Տեր։ Մենք խնդրում ենք Տեր, որ քո շնորհքը առատ լինի ամեն մեկիս համար արքա։ Տեր, ինչպես որ հրեշտակ այդ կրակի կտորը կպցրեց Եսայայի շուրթերին, ու նրա անօրենությունը գնաց արքա։ Ու նրա մեղքերը ներվեցին, Տեր, նույն ձևի կպի մեր շուրթերին, Տեր։ Քո սուրբ հոգով արքա։ Փոխիր Տեր Աստված, փոխիր մեր սրտերը, մեր ներսը Տեր, որովհետև մեր բերանը խոսում է մեր սրտի ավելությունից արքա։ Ինչպես որ Տեր Եղիսեն աղ լցրեց այդ աղբյուրների մեջ եւ ջրերի համը փոխվեց արքա։ Խնդրում ենք նույն ձևի կպիր մեզ, թող մեր բերանից դուրս եկած խոսքերը, որը գետերի նման են Տեր,
Ոչ թե ոչնչացնի մարդկանց Տեր, այլ բժշկություն բերի մարդկանց կյանքերի մեջ։ Այլ մխիթարություն բերի մարդկանց կյանքերի մեջ։ Խաղաղություն եւ հույս բերի մարդկանց կյանքերի մեջ։ Տեր, մենք այնքան ունենք քո կարիքը։ Տեր, այցելություն արա մեզ։ Տեր, այցելություն արա մեզ։ Ներիր մեզ ու բարձրացրու մեզ, Տեր։ Կանգնացրու մեզ քո ճանապարհների մեջ, Արքա։ Եվ թույլ տուր վայելենք քո ներկայությունը։ Եվ թույլ տուր վայելենք քո ներկայությունը, Արքա։ Շնորհակալություն քեզ, Տեր։ Շնորհակալություն քեզ, Տեր ջան։ Հալելույա քեզ, Տեր։ Հալելույա քեզ, Արքա։ Հալելույա Տեր։ Հալելույա Տեր Աստված։ Տեր, թող մեր բերանի օրհնությունով շինվի մեր երկիրը։ Տեր, թող մեր բերանների օրհնությունով շինվի մեր քաղաքներն ու գյուղերը։ Տեր, թող մեր բերանի օրհնությունով մեր ազգը ապաշխարի, Տեր։ Ու մանգա քեզ, գտնի քեզ, Տեր։ Տեր, բացի երկինքը մեր ազգի համար։ Տեր, բացիր երկիրը մեր երկրի համար։ Տեր, բացիր քո օրհնությունները ու քո պաշտպանությունը, Տեր։ Հալելույա, մենք օրհնում ենք քո սուրբ ու հզոր անունը։ Եվ ասում ենք շնորհակալություն քեզ, Տեր։ Շնորհակալություն քեզ, Տեր։ Ամեն բաների համար, Արքա։ Հալելույա։ Գիտես, երբ որ գալիս ես ներկայության մեջ Տիրոջ, ամեն բան մի կողմ է դնում։ Երբ որ գալիս ես Աստծո ներկայության մեջ, ամեն բան մոռացվում է։ Եվ դու փորձում ես ավելի ու ավելի վայելես Աստծո ներկայությունը։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար, այս հնարավորության համար։ Սիրիս, ուզում եմ խոսքս ուղղել հիմա այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են եկել, որոնք երբևիցե իրենց կյանքը չեն նվիրել Հիսուսին։ Կաս դու այստեղ, խնդրում եմ ձեռքով թափարի, մենք ողջունենք քեզ։ Կան մարդիկ առաջ անգամ եկած։ Կան մարդիկ։ Քեզ հրավիրում եմ առաջ, դուրս արի քո տեղից եւ արի առաջ։ Ուզում եմ միասին աղոթք անենք։ Ուզում եմ միասին կանչենք Տիրոջը քո կյանքի մեջ։ Ուզում եմ որ միասին, որ դու նույնպես վայելես Աստծո քաղաքացիությունը, որ դու նույնպես վայելես Տիրոջ ներկայությունը քո կյանքի մեջ։ Հալելույա։ Մենք մի երգ վերցնենք, դուրս արի քո տեղից եւ արի առաջ։ Փառքաստուն սիրելիներս, շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնելու եւ ողջունում ենք ձեզ։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Ուզում եմ երկու խոսք ասել։ Գիտես, մենք բոլորս Աստծուն հավատացող մարդիկ ենք։ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ինչպես ասում են, Սուրբ Երրորդությանը։ Ամեն։ Բայց գիտես, ուզում եմ քեզ փրկության մասին ասել։ Ինչպես են մարդիկ փրկվում Աստծո մոտ։ Միգուցե, գիտես, դու լավ մարդ ես, լավ ծնող ես, լավ քույր ես, լավ եղբայր ես, լավն ես դու։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, որ դա բավական չի փրկվելու համար։ Ուզում եմ քո համար կարդալ Պողոս առաքյալի գրված այս երկու խոսքը, Հռոմեացիս 10:9 եւ 10 խոսքերը։ Ուզում եմ որ լսես ուշադիր։ Որովհետեւ եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, այսինքն բերանովդ ասես Հիսուս, դու իմ Տերն ես, հա? Եվ շարունակությունը, եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից կապրես։ Երկու բան։
դավանել, որ Հիսուսը Տերն է, եւ սրտով հավատալ, որ նա երրորդ օրը հարություն է առել։ Շատ հեշտ։ Ամեն։ Եվ հաջորդ խոսքը բացատրում է, թե ինչի համար է դա։ 10-րդ խոսքը, որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար։ Երբ որ մենք սրտով հավատում ենք, որ Տերը երրորդ օրը հարություն է առել, մենք արդարանում ենք Աստծո առաջ։ Դուք ասես ոնց ամբողջությամբ։ Ամեն։ Ուրիշ ոչ մի ձև չկա Աստծո առաջ արդար լինելու։ Ես նորից ուզում եմ քեզ ասել, դու կարող լավն ես, լավը, լիքը լավ բաներ ունես, բայց այդ լիքը լավ բաները քեզ չի արդարացնում Տերից Աստծո առաջ։ Բայց երբ որ դու սրտովդ հավատում ես, որ Տերը երրորդ օրը հարություն է առել, դա արդարություն է համարվում քեզ։ Եվ շարունակությունը այսպես ասում, եւ բերանով դավանում ես փրկվելու համար։ Երբ որ մենք ասում ենք Հիսուս, դու իմ Տերն ես, դու Աստծո միածին որդին ես, դա փրկություն է լինում քեզ։ Ինչից ենք մենք փրկվում։ Առաջի հերթին դժոխքից։ Մենք փրկվում ենք դժոխքից։ Անկախ նրանից դու հավատում ես դա կա թե չէ, դու փրկվում ես դժոխքից։ Կա հնարավորություն փրկվելու դժոխքից։ Կա հնարավորություն փրկվելու այն անեծքից, այն դառը, այն սատանայի ճանկերից։ Միգուցե քո կյանքը այդքան էլ հարթ չի գնացել, հա, բայց Տերը այսօր ուզում է փոխի քո կյանքը։ Աստված ուզում է գա քո ամեն մեկի կյանքերի մեջ։ Ամեն, եւ դառնա քո Տերը։ Եթե իհարկե դու ուզում ես։ Ուզում ես, հա, եկեք միասին աղոթենք, եկեղեցին կօգնի մեզ։ Դու կարող ես կրկնել իմ հետևից։ Սիրելի Հայր, շնորհակալություն քեզ քո որդու համար, որ նա եկավ, խաչվեց, մահացավ եւ հարություն առավ։ Հիսուս, ես դավանում եմ քեզ, որ դու միակ Տերն ես եւ Աստծո միածին որդին։ Եվ ես սրտումս հավատում եմ, որ դու երրորդ օրը հարություն ես առել եւ նստած ես հոր աշկողը։ Խնդրում եմ, եկ իմ կյանքի մեջ, լցրու իմ կյանքը քեզանով, ներիր իմ բոլոր մեղքերը եւ առաջնորդիր ինձ քո ճանապարհների մեջ։ Շնորհակալություն քեզ Տեր։ Ամեն։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Ես արտակնապես ոչինչ չփոխվեց ոչ մեկի մոտ, բայց քո ներսում դու մի բան արեցիր, դու կանչեցիր Հիսուսին քո ներսը։ Ամեն։ Քո ներսը դա քո տունն է։ Երբ որ Հիսուսին կանչում ես քո տուն, ինքը սկսում է ամեն բան հերթով կարգավորել։ Ամեն։ Ամեն բան հերթով կարգավորել։ Եվ նույնպես ուզում ենք աղոթել ձեր համար, ձեր ընտանիքների համար։ Միգուցե որոշակի դժվարություններ կան, կամ ինչ-որ, չգիտեմ, ոնց են ասում, թուղթուկիր, կամ կախարդություն, կամ ժառանգական ինչ-որ բան։ Ուզում ենք աղոթել ու խնդրել Տիրոջը, որ Տերը սրբի ամեն բան։ Վերցնի ձեր ընտանիքի վրայից ամեն բան։ Համաձայն ես, թույլ կտաս աղոթենք քո համար։ Սերի եկեղեցի, խնդրում եմ մեկնի ձեռքդ եւ աղոթենք։ Հալելույա քեզ, մեծ ու հզոր Տեր։ Շնորհակալ ենք Տեր քո խաչի, քո մահվան ու հարության համար։ Տեր, որովհետև Գողգոթա տվեց բոլոր հարցերի պատասխանները, եւ բոլոր լուծումները խնդիրների։ Տեր, խնդրում ենք մեր քույրերի ու եղբայրների համար։ Տեր, նրանց բերում ենք քո առաջ, քո գահի առաջ, Տեր։ Մենք խնդրում ենք, որ մեկնես ձեռքդ ու կպնես ամեն մեկին, Տեր։ Կպնես նրանց ընտանիքներին, Տեր Աստված։ Քո ներկայությունով լցնես նրանց, Տեր։ Քո խոսքը, Տեր, քո ավետանի լույսը թողա նրանց կյանքերի մեջ, նրանց ընտանիքների մեջ, Տեր։ Եվ եթե ինչ-որ կախարդություն էլ կա, ինչ-որ կապվածություն էլ կա, Տեր, խնդրում ենք, որ դու վերցնես նրանցից, Տեր, որ դու վերցնես նրանց ընտանիքներից, Տեր Աստված, եւ տաս քո խաղաղությունը, Տեր, եւ տաս քո օրհնությունները նրանց, Տեր, եւ տաս քո բարեհաճությունը, Տեր, քո շնորհքն ու ողորմությունով կշտացնես նրանց, Տեր Աստված, որովհետեւ նրանք ապրեն քո հետ, որովհետեւ նրանք քայլեն քո հետ, Տեր, որովհետեւ նրանք վայելեն քո ներկայությունը, Տեր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, Տեր, հալելույա, փառք Աստծուն,
Փառք Աստծուն սիրելիներս։ Ես այսօր նշանավոր օր է ձեր համար, որովհետև դու թողեցիր, որ Հիսուսը գա քո կյանքի մեջ։ Որովհետև դու թողեցիր, որ նա գա ու սկսի ամեն բան կարգավորել քո կյանքի մեջ։ Ամեն։ Մենք սիրելիներս ձեր համար ունենք մի փոքր բան պատրաստած, ծառայողները կանգնած են, պետք է խնդրեմ, որ գնաք իրանց հետ եւ եթե հարցեր ունեք, տվեք նրանց եւ նրանք կպատասխանեն ձեզ։ Եվ ամենավերջում, խնդրում եմ, կվերցնես քո նվերը։ Նոր կտակարանը։ Դա չափերով փոքր է, բայց իրականում շատ մեծ նվեր է։ Ամեն։ Խնդրեմ, ծառայողների հետևից գնացեք եւ նրանք ցույց կտան ձեզ։ Տերը օրհնի բոլորիդ եւ եկեք ուղղակի փառաբանենք ու ցնծանք Աստծո առաջ։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։